հանրային տարբեր նախաձեռնություններում աջակցում եք քաղբանտարկյալներին, նաև այսօր դատարանում գտնվող 18 արդարներին, ինչպես նշում է Բագրատ Սրբազանը, երբ եք ակնկալում, որ այս շղթան կընդհատվի եւ հայը իր հայրենիքում իր մտահոգությունների համար չի հայտնվի կալանավայրում։ Տեսեք, քանի այս իշխանություններն են եւ քանի մոտենում է գնալով ընտրությունները, ինչքան հետաքրքիր մարդիկ կան, ովքեր կարող են իրենց շուրջ ինչ-որ ուժեր մոբիլիզացնեն կամ ինչ-որ բան նախաձեռնեն, իրանք այլ պիտի ազատազրկվեն եւ սահմանափակվի իրենց ազատությունը, որպեսզի այսօրվա ուզուրպատորը կարողանա, այսպես ասած, իր անելիքը անի, իրեն անհրաժեշտ բանը։ Այո, աջակցում եմ քաղբանտարկյալներին, որտեվ ունեմ ապրումակցում այս մարդկանց հանդեպ, օրինակ Նարեկ Սամսոնյանը պարկաստո այսօր տեղափոխեցին հիվանդանոց այդ տղային, կարծես թե հասարակությունը sense կանգնած սպասում է երբ պետք է մահանա, որ հետո վայվույ անենք, մի խոսքով պայքարենք։ Որպես պատերազմի մասնակից Դավոսյան երախտագիտության ներփողներին ինչպես եք վերաբերում, պաշտոնյաները Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան այնտեղ փաստորեն շնորհակալության խոսքեր էին հնչեցնում Իշխանական պետության ղեկավարի հասցեին, որի հետ պատրաստվում են այսպես խաղաղության դրկիցություն անել։ Տեսեք, այսօր տարբեր քաղաքական գործիչներ ասում են այ գաղտնի փաստաթուղթ ունենք, որ սրանք գործակալ են, այսպես, գիտեք ինչ, որևէ փաստաթուղթ պետք չի տեսնելու համար, որ այս մարդիկ եթե ստորագրումով է գործակալ չեն, ապա իրանք իրանց կոնկրետ պահում են այնպես, ինչպես իրենք գործակալը կդրսևորեր։ Ես չգիտեմ, ես բան չունեմ ասելու իրանց վարքին, պահվածքին չեմ կարող մեկնաբանել։